Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր դեկտեմբերի 22-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Երեկ եւ այսօր Սանկտ Պետերբուրգում Նիկոլ Փաշինյանի հանդիպումներից կարճ արձագանք ու անցնենք շատ աշխարհաքաղաքական իրադարձություններ կա, որոնց պետք է անդրադառնանք։ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է. Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ շրջանակներում փոխադարձ համագործակցության ի նպաստ կայուն զարգացման։ Իհարկե, ով էր կասկածում, բայց հարցը նա է, որ փոխադարձ զարգացման ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության ի նպաստ քայլեր անող Նիկոլ Փաշինյանը որ կողմից է շրջադարձ անելու դեպի Բրյուսել։ Այդ ուղղակի դա եմ ուզում հասկանամ։ Ասում է, մենք կխորանանք ԵԱՏՄ-ում, կզարգանանք, կգա մի վիճակ, որ մեր չափորոշիչները կհամապատասխանի Եվրամիությանը, այդ ժամանակ մենք կորոշենք, հայտ ներկայացնենք, թե չէ, եթե չընդունեն էլ դե ոչինչ, արդեն կլինենք եվրոպական մակարդակի երկիր։ Ես ուղղակի սա ուզում եմ ասեմ նրանց համար, որտեղ դուք պարբերաբար լսում եք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Եվրոպայից, որ մենք հայտ չենք ներկայացնում, եւ նաեւ լսում ենք Ռուսաստանից, թե ինչ է համագործակցություն, թե ում են մեկնաբանում, որտեղ Նիկոլ Փաշինյանը Եվրամիություն է գնում, ես չգիտեմ, իր սազանդարները որ մասն են մեկնաբանում, որ ստացվում է ինքը Եվրամիություն է գնում։ Երևի դողակի պետք է նախընտրական process-ներում ցույց տալ, որ հավատացեք Նիկոլ Փաշինյանին նա մեզ Եվրոպայա տանելու, որպեսզի դեից ձայներ փախցնի, բայց կարծում եմ, որ մեր ժողովուրդը բավարար չափով գիտակցություն ու խելք ու գիտելիք ունի հասկանալու համար այս խաղերը։ Հիմա շարունակությունը նայենք։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովը կսկսի Էրմիտաժում շրջագայությամբ ծրագրի ավարտից հետո Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Դե արդեն դրանից հետո հաջորդ լուրը եղավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Դե բնական է դրանից հետո արդեն պետք է հանդիպեր Պուտինի հետ։ Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։ Հիմա կարճ անդրադառնանք, թե ինչ է ասում դրա մասին Վլադիմիր Պուտինը։ Մեր թիմերը քրտնաջան աշխատել են բոլոր ասպեկտների վրա։ Հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը եւ Հայաստանը լավ փաստաթղթեր են պատրաստել։ Ամեն ինչ ստորագրվել է, ամեն ինչ առաջ է շարժվում, հավելել է Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Քրտնաջան աշխատել են, փաստաթղթեր են ստորագրել, առաջ են շարժվում։ Նայ սա էլ ոչ թե ԵԱՏՄ-ն, այլ նաև հայ-ռուսական հարաբերությունները։ Այդ Ռուսաստանն է պայքարում Հայաստանում Նիկոլ Փաշինյանին փոխի ժողովուրդ ջան։ Ռուսաստանը Նիկոլ Փաշինյանից Պուտինամետ մարդ կարա գտնի։ Այսինքն ինքը ինչ է ուզում Փաշինյանից ստանա, որ չի ստանում։ Այդ թատրոնն ում համար է։ Կարող է Հայաստանում շատ ռուսամետ գործիչներ լինեն, որ իրանց պատկերացմամբ Ռուսաստանն է մեր ապագան, հա, բայց ով է ասել, որ նրանց Ռուսաստանն աջակցում է։ Այդ ինչ հեքիաթ եք պատմում։ Ում պետք է աջակցի։ Ինչի համար պետք է աջակցի, որ ինչ անեն։ Այդ ինչքան ձայն ունեն, նրանց էլ մի հատ էլ աջակցի, հետո էլ հարաբերությունները փչացնի իշխանության հետ։ Իսկ հիմա շարունակությունը նայենք, լավ, կարող է ասեք, դե լավ, դե Պուտինն ասեց, հո Փաշինյանը չհաստատեց Պուտինի ասածը։ Հիմա տենանք, Փաշինյանը մի հատ տեղն է դրել երևի Պուտինին, չէ՞։ Նիկոլ Փաշինյան, շատ շնորհակալ եմ Վլադիմիր Վլադիմիրովիչ հրավերի համար։ Մենք միասին անցկացրեցինք երկու շատ լարված օր, թե Եվրասիական տնտեսական միության, թե ԱՊՀ ձևաչափով։ Իհարկե շատ կարևոր որոշումներ են ընդունվել։ Մեր տարածաշրջանում շատ կարևոր եւ բարեբախտաբար դրական զարգացումներ են տեղի ունենում։ Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին ձեր
աջակցության համար։ Ժողովուրդ, ես ճիշտ լսեցի։ Պարզվում է Պուտինն է աջակցել խաղաղության գործին։ Ասում եք Տրամպի հետ հարցը լուծել ենք, խաղաղությունը Տրամպն է բերել։ Պուտինն անողլներ, թողաներ, Տրամպին բերել ենք ու Պուտինին դուրս ենք շպրտել Հայաստանից։ Բա խաղաղության գործընթացին Պուտինը ո՞նց է աջակցել։ Բա Տրամպը չէ նրա ղեկավարը այդ գործի նախաձեռնությունը։ Հիշում եք օգոստոսի 8-ից հետո շատ ժամանակ չի անցել այդ զուռնադհոլը, տաշի տմբլը, որ ընկել էին քուչեքը, վերջապես Ամերիկան եկավ Ռուսաստանին հանեցինք։ Հիշում եք ժողովուրդ ջան, շատ չի անցել, չէ։ Բայց ձևի են ձեզ մոլորության մեջ գցում։ Հիմա այս նույն մարդիկ չեն այդ նույն բաներն ասում, ինչքան ժամանակ է անցել, բայց շարունակությունը նայեք, հո մենակ դրանով չվրծավ։ Եվ ինչպես մենք քննարկել ենք օգոստոսի 8-ից հետո մեր հեռախոսազրույցում ձեռք բերված խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի եւ Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։ Եվ դա արդեն տեղի ունեցել, քանի որ գնացներն արդեն տարանցիկ ճանապարհով անցնում են Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանով, նշել է Փաշինյանը։ Այսինքն մեկ անգամ եւս ինքը հաստատում է, որ Ամերիկայում ձեռք բերված պայմանավորվածության նպատակը իմաստը Ռուսաստանի հետ հարաբերություններն ավելի լավացնելն էր։ Ես ինչ-որ բան սխալ կարդացի, ժողովուրդ ջան։ Այսինքն Ամերիկայի հետ կնքվածը դա նպաստեց Ռուսաստանի հետ հարաբերությունները ել ավելի լավացնելու։ Դրա համար պարբերաբար հիշեցնում եմ, որ դեռ Ամերիկայից էր Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի ժեստեր անում։ Հետո եկավ Իրանի հետ հանդիպման հարցը նայեցին, Ռուսաստանի դու ասեն ժողովուրդ ջան, սա ձեր դեմ չի, ինչ եք խոսում, այ մարդ ինչ Ամերիկա, ով Ամերիկա այստեղ մտցնել, հո միամիտ չեք։ Այդ մեր ժողովրդի համար ենք ասել, որ Ամերիկային անվտանգության հարց է լուծում։ Դուք էլ հավատացիք դրան։ Հիմա պատկերացրեցինք, չէ՞ ինչ է կատարում ժողովուրդ ջան, Հայաստանի եւ Ռուսաստանի, Հայաստանի եւ ԵԱՏՄ-ի հարաբերությունները, բայց չմոռանանք, որ Ռուսաստանը մինչև վերջի պահը հայտարարում էր, որ Ադրբեջանի նախագահն էլ է մասնակցելու ԱՊՀ նիստին եւ նախատեսում է նաեւ առանձնազրույցներ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլև Իլհամ Ալիևի հետ։ Մինչև վերջի պահը Ռուսաստանը տալիս էր նման հայտարարություն, որովհետև մինչև վերջի պահը Ալիևը ասել էր, չէր հաստատել, որ չի գալի, միայն նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը վստահ լինելով, որ Ալիևը գնում է, ինքն էլ անպայման ընդեղ լինի, Նիկոլ Փաշինյանը գնա, իսկ Ալիևը չգնա։ Որպեսզի ամբողջ արևմուտքին ասի, ժողովուրդ ջան, հիմա տեսաք ով է ձեր գործընկերը։ Ես չեմ, Պուտինի գործընկերը Փաշինյանն է։ Սա առաջի դեպքը չի, դեպ որ մինչև վերջի վայրկյանը Ալիևը պահում է, չի ասում։ Հենց Փաշինյանը ջրիկանում է, գնում է, ինքը ասում է ես չեմ գալիս։ Եվ որ ցույց տա, տեսեք ինչ է կատարում։ Ի վերջո ԵԱՏՄ-ն հասկացանք գագաթնաժողով էր առաջի դեմքերի մակարդակով, հասկացանք, ԱՊՀ-ն մեզ համար ինչ է։ Բայց հատուկ ցույց տվեց, որ ԱՊՀ-ն ոչ մի բան է որպես կառույց, այնպես որ այդտեղ ավանդույթ հարգել, տարեկան հանդիպել եւ այլն, ընդհանրապես չի հետաքրքրում։ Բայց չգիտես ինչի Հայաստանին հետաքրքրում է։ Էս այն Հայաստանն է, որը Եվրոպա է գնում։ Իսկ հիմա կարդանք, թե ինչի մասին է խոսքը։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմից պարզաբանել են, Իլհամ Ալիևը չի մասնակցել դեկտեմբերի 21-ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, քանի որ Ադրբեջանը Եվրասիական տնտեսական միության անդամ չէ։ Ալիևը չի կարողանա մասնակցել ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը տեղի կունենա այսօր, այսինքն արդեն տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգում, խիտ աշխատանքային գրաֆիկի պատճառով։ Այսինքն Ալիևը զբաղված էր եւ հարկ չի համարել գնա ԱՊՀ երկրների հետ հանդիպի Սանկտ Պետերբուրգում, որ դա նախատեսում էր նաեւ առանձնազրույց Պուտինի հետ եւ պատճառը զբաղված են Պուտիննովա, որ գնամ իր հետ հանդիպեմ։ Իսկ հիմա դրա շարունակությունը նայենք Ռուսաստանից արձագանքը։ Դմիտրի Պեսկով մենք ըմբռնումով ենք վերաբերվում, իսկապես բոլոր պետությունների ղեկավարները շատ խիտ գրաֆիկ ունեն, հատկապես դեկտեմբերին, նոր տարվա նախօրեին, հասկացաք։
բոլոր պետությունների ղեկավարները խիտ գրաֆիկ ունեն, բայց Նիկոլ Փաշինյանը հո պետության ղեկավար չի։ Նիկոլ Փաշինյանը ով է։ Նա որտեղ լի կգնա ժողովուրդ ջան։ Ես մի քանի ծանր հիվանդի տեղ գիտեմ, չեմ ասում Նիկոլ Փաշինյանին, թե չէ արդեն կտրամադրի, որ սա գնալու է քելեխ ուտելու։ Որտեղ Նիկոլ Փաշինյանը համար տեղ գնալ, հաց ուտելը հասկանում եք դա ինչ է։ Ավելի մեծ ապտակ ասել, որ դե տարվա վերջին բոլոր երկրի ղեկավարներն զբաղված են։ Պարզավոր հո պարապ չեն վերքեն անգան։ Բայեկողները պարապ էին։ Դե հա էլի։ Հիմա հասկացաք, չէ՞, այս նույն Ալիևին էր Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնում իր երախտագիտությունը հայտնում, որ վերջապես ճանապարհները բացվել են ԵԱՏՄ նիստին մի հատ էլ Ալիևի կենացը խմեց, բայց հիմա տեսնենք, այդ որ ինքը տեն ժեստերը անում, խաղաղությունը եկավ, հենց բենզինն եկավ, դրա այդ խաղաղությունն եկավ, իսկ Ալիևը նույն ձևի է Հայաստանի նկատմամբ, այդ նույն ձևի խաղաղություն ա ուզում, հիմա նորից մի հատ հերթական անգամ այդ թարմ արձագանքը նայենք Ալիևի կողմից, Ադրբեջանի կողմից։ Արևմտյան Ադրբեջան համայնքի խորհրդի նախագահ եւ Միլի Մեջլիսի падգամավոր Ազիզ Ալաքբարլին լրագրողներին տված մեկնաբանության մեջ ասել է. Արևմտյան Ադրբեջան վերադառնալու գաղափարը պետք է ակտիվորեն տարածվի երկրի համալսարաններում։ Արևմտյան Ադրբեջան վերադառնալու գաղափարը երիտասարդ ուսանողներին հասցնելը հիմնարար նշանակություն ունի։ Այս գաղափարի տարածումը համալսարաններում մեզ քայլ առ քայլ մոտեցնում է մեր հայրենի հող վերադառնալուն։ Ազիզ Ալաքբարլին նաև հայտնել է, որ այսօր Բաքվի պետական համալսարանում կազմակերպված մեծ ճանապարհորդության շարունակություն կոնֆերանսի շրջանակներում բացվել է Արևմտյան Ադրբեջանին նվիրված ցուցահանդես։ Նա նշել է, որ ուսանողները կարող են տաղավարներում դիտել տարածաշրջանի ժառանգությունը, արտացոլող տարբեր պատմական եւ մշակութային նյութեր։ Նա հավելել է, որ Արևմտյան Ադրբեջան համայնքը այս տարի 119 նամակ է ուղարկել միջազգային կազմակերպությունների։ Նա նշել է, որ այդ նամակները անպատասխան չեն մնացել։ Այս տարվա ընթացքում մեր 11 փաստաթղթերը տարբեր լեզուներով տարածվել են որպես ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի տնտեսական եւ սոցիալական իրավունքների կոմիտեի պաշտոնական փաստաթղթեր։ Համայնքն այս տարի հրապարակել է 35 հայտարարություն։ Այդ հայտարարությունները վերաբերվում էին Հայաստանի մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից Ադրբեջանի շահերի դեմ ուղղված գործողություններին։ Կայացել է նաև 78 հանդիպում տարբեր օտարերկրյա ներկայացուցիչների հետ։ Այս ինչ ակտիվություն է ժողովուրդ ջան։ Հիմա նայեք, ինչ է այս ակտիվությունն առաջացել եւ ով է տվել այս հնարավորությունը, որ ակտիվացնի։ Նիկոլ Փաշինյան, ասեմ ինչ։ Նիկոլ Փաշինյանն ինչ էր ասում, երբ որ ասում է ասել եմ Արցախը Հայաստան է եւ վերջ, որովհետեւ հայրենասեր եմ, գտնում եմ, որ Արցախը Հայաստանը ինչ կա չհասկանալու, բայց երբ որ ուսումնասիրեցի փաստաթղթերը եւ տեսա, որ միջազգային հանրությունը Արցախը չի ճանաչում Ադրբեջանի կազմից դուրս, դրա հիմնական մասը նշում է 96 թվականի դեկտեմբերի 3-ի Լիսաբոնի ԵԱԿ գագաթնաժողովը, որտեղ Հայաստանը վետո դրեց, երբ որ Ադրբեջանը բերել էր, մտցրել էր անգամ չհամաձայնեցված նախագիծ, որ լայն ինքնավարություն տանք Արցախին եւ Լևոն Տեր-Պետրոսյանը վետո դրեց դրան, Նիկոլ Փաշինյանը հղում անելով դրան ասում է տեսակ միջազգային հանրությունը դեռ այն ժամանակ ասեց, որ վերջ մոռացեք, այլևս Արցախը չի կարելի դիտարկել Ադրբեջանի կազմից դուրս։ Այն դեպքում, երբ որ 96 թվականից հետո գոնե 3 երկիր անկախություն ա ստացել, նաև անջատում հանուն փրկության տարբերակով։ Բայց բացի դա, այսինքն ինքը գտնում է, որ ես ուզում եք, երբ որ իրան հարցնես Արցախը երբեք հայկական չի եղել, չի եղել է,
բայց մենք չենք կարողացել միջազգային հանրությանը համոզել, որ դա մերն է։ Ասում էր մեր տեսակետները չի համապատասխանում միջազգային հանրության տեսակետին, դա նշանակում է դա թոգ էր գցած մեր վիզը, այդ թոգը պետք է մեր վզից հանեինք, այլապես Հայաստանի պետականությունը կկորցնեինք։ Հիմա սա լսեցինք։ Այսինքն ինքը չի հակադրվում, որ Արցախը երբևիցե եղել է հայկական, որ Արցախը հայկական էր։ Ուղղակի ասում մենք աշխարհին չկարողացանք դա բացատրենք, մեր տեսակետն ու աշխարհը տարբերվեց, մենք ստիպված Արցախից հրաժարվեցինք, որ փրկենք Հայաստանը։ Շատ լավ, հիմա հասկացանք։ Այսինքն ոչ թե կարևոր է, որ մենք գիտենք, որ դա մերն է, այլ կարևոր է, որ միջազգային հանրությունը գիտի, որ դա Ադրբեջանինն է։ Մենք գնացինք այդ ճանապարհով։ Հիմա դա ասելով ինչա խաղակարտա տալի Ադրբեջանին։ Հիմա Ադրբեջանն ասում է, որ Հայաստանը դա արևմտյան Ադրբեջանն է, միջազգային հանրությանը դիմում է։ Ասում է Ժորժ ջան, դուք խաղաղություն պատկերացնում եք, երբ որ մենք չենք կարող մեր տուն գանք։ Այդ ինչ խաղաղություն է, որ մենք ինչի ֆրանսիացին Գերմանիայում չի ապրում, գերմանացին Ֆրանսիայում չի ապրում, ինչի իրար հետ չեք կռվել։ Լեհերը չեն կռվել գերմանացիները, չեք ապրում տարբեր երկրներ։ Ես ինչի պետք է չապրեմ, հարգելի աշխարհի հարցեր լուծող երկրներ։ Մակել ասում է ճիշտ է ասում այս մարդը։ Իհարկե ճիշտ է ասում։ Հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է ես դեմ եմ։ Ես չեմ ուզում, որ իրան գան, մերոնք է գնան Արցախ։ Պետք չի դա անել, կխառնվի սաղ իրար։ Ոնց որ ինքը ասում էր Արցախը Հայաստանն է եւ վերջ։ Այն վաղտել կողմ էր դրան, չէ՞։ Բայց հետո ասեց ես ինչ անեմ, միջազգային հանրությունը դեմ է։ Հիմա վաղը պիտի կանգնի Նիկոլ Փաշինյանն ասի Ժորժ ջան, հիշում եք, որ ես քանի անգամ ասել եմ, որ ես չեմ ողջունում այդ հարցը, որ Արցախից գնան Ադրբեջան, Ադրբեջանից է գան Հայաստան, բայց ես ինչ անեմ, երբ որ միջազգային հանրությունը ընդունել է մի բանաձև, որ ասում ախպեր կարող ես բացատրել մարդը ծնվել է Հայաստանում, ինչի չես թողում վերադառնա Հայաստան։ Այդ ոնց ես գնում խաղաղության, երբ որ սահմանափակում ես նրա իր հայրենիքում ապրելու իրավունքը, ինչ պետք է ասի Փաշինյանը, ժողովուրդ ջան, մի հատ թոգ են գցել ին վիզը։ Եթե հիմա ես այդ թոգը չհանեմ ու այդ 300,000-ին չբերեմ Հայաստան, որոշում չկայացնեմ, պատերազմ է սկսվելու։ Հայաստանի պետականությունը վերանալը դուք պատերազմ եք ուզում, չէ, ոնց կարող է պատահի Փաշինյանին սատարողները պատերազմ ուզեն։ Համերգ են ուզում իրանք, ուրիշ բան չեն ուզում։ Այսինքն դուք հասկանում եք, չէ, որ ինքը այդ օրակարգով, այդ հիմնավորումով, թե ինչի հրաժարվեց Արցախից, որը գիտեր, որ մերն է, այդ հիմնավորումը ասում է սխալ է, որ նրանք գան, բայց եթե միջազգային հանրության հետ Ադրբեջան շատ լավ աշխատես, նրանց համոզես եւ նրանք հիմնավորեն, նրանք փաստաթուղթ ընդունեն եւ մեզ մեղադրեն, ասեն ինչի չեք այդ մարդկանց ընդունում, թոգը գցեն մեր վիզը, ստիպված պետք է համաձայնենք, բա ինչ պետք է անենք, բա չենք պատերազմելու։ Բա թոգից մեկը 57 երկիր իսլամական համագործակցության կազմակերպության բանաձևներ միաձայն որ ընդունվեց։ Այդ թվում նաև մեր հարևան Իրանը, որին չգիտես ինչի հերթական անգամ սատարում ենք։ Արաբական Էմիրությունները, որի հետ շատ ջերմ հարաբերություններ է։ Պաղեստինը ոսկի չճանաչված պետություն է, բայց այդ կազմակերպության անդամ է, որը նույնպես մեզ դատապարտում է։ Հիմա մենակ դա չէ, հիմա ասում եմ միջազգային հանրության հետ աշխատում ենք։ Ինչպես տեսնում եք, իրանք հենց այնդ չեն, չէ աշխատեցին տարիների ընթացքում, Արցախի հարցը տեսակ ոնց լուծեցին։ Հիմա Հայաստանի հետ կապված են մարդիկ հետևողականորեն աշխատում։ Իսկ Հայաստանից ընդամենն ասում են մենք դրան դեմ ենք ու վերջ։ Բայց եթե դրան դեմ ենք, բայց հանկարծ միջազգային հանրությունը դա որոշի, մենք ստիպված պետք է անենք, հո չենք կռվելու։ Հիմա ուղղակի դուք հասկացաք, թե ոնց է մեթոդաբար սարքած Հայաստանի գլխին, Ժորժ ջան, բայց ձեզ ասում է, խաղաղությունը եկել է բենզինի տեսքով, մոռացեք ամեն ինչ նորմալ է։ Ոչինչ, որ այդ բենզին ուղարկող խաղաղապահ Ալիևը հիմա աշխարհին ասում է, որ Հայաստանը իմ հայրենիքն է։ Մենք պետք է վերադառնանք այնտեղ։ Դե դու Ժորժ ջան, դուք ինչի եք դա լսում, ձեր ինչին է պետք։ Մենք չենք լսում, ամբողջ աշխարհին են լսացնել տալի։ Հիմա տենանք ինչա կատարվում աշխարհում, որովհետև հիմնական զարգացումները սպասվում է ուկրաինական պատերազմի հանգուցալուծման հետ կապված, որը դեռ գտնված չի լուծումը։ ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է. անցած 2 օրվա ընթացքում Ֆլորիդայում Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը արդյունավետ եւ կառուցողական հանդիպումներ է անցկացրել ամերիկյան
պատվիրակության հետ Ուկրաինայի վերաբերյալ նախագահ Դոնալդ Տրամփի խաղաղ ծրագիրն առաջ մղելու համար։ Ուիտքոֆը նշել է, որ ԱՄՆ-ի անունից Ռուսաստանի հետ բանակցություններին մասնակցել են նաև Ամերիկայի առաջնորդի փեսան Ջարեդ Քուշները։ Իհարկե շատ հաճելի է, որ արդեն որևէ մեկին պաշտոնով չեն դիմում, այսինքն ասма դու ինչ ես աշխատում, ասма Տրամփի փեսա, իսկ դա ինչ է, գործարքային է, պարգևավճարներ ստանում եք, թե ոնց է, այսինքն չնորմավորված աշխատանք է, թե գործը ավարտվում է գնում ես տուն, այսինքն որ փեսա ես աշխատում, դա հաստիկով ինչ է գրած, փեսա, պատկերացնում եք այդպիսի լուրջ աշխարհաքաղաքական հարց լուծելու լրջագույն բանակցության հետ կապված դեսպանորդը հատուկ հանձնակատարը ասма համել մասնակցում էր Տրամփի փեսան որպես կարգավիճակ բիզնեսմեն տղա է այս ձևով են հարցը լուծելու դրա համար հետո զարմանում են որ հարցը դες լավ չի լուծվում բայց երբ որ գնացել եք դուք որտեղ եք հավաքվել չէ Ֆլորիդայում Ված չէ լինի Ֆլորիդայում որ հավաքվել էիք, ուզում եք Ֆլորիդայում բիզնես պրոյեկտ անեք աշխարհի հարցերը լուծելու Ռուսաստանի հետ պայմանավորված։ Հիշեիք, որ 1983 թվականի մարտի 8-ին Եվանգելիստների համաժողովի առաջ հանդես եկող Ռոնալդ Ռեյգանը ասեց խորհրդային միությունը չարիքի կայսրություն է։ Մի հատ գնացեք այդ դահլիճը նայեք, կարող է ամոթու գեդինը մտնեք, էլի։ Ու այդ մարդը հասավ նրան, որ խորհրդային միությունը փելուզվեց։ Այն խորհրդային միությունը, որը միջուկային տերություն էր։ Այն խորհրդային միությունը, որ 22.4 միլիոն քառակուսի կիլոմետր էր, Ռուսաստանը 17.2 է։ Այն խորհրդային միությունը, որ վերջի մարտահամարով 286.4 միլիոն բնակիչ ուներ, բայց գործակցով հաշված վերջի մարտահամարից դինամիկան հաշված մինչև հասել էր 290 միլիոն բնակիչ։ Իսկ Ռոնալդ Ռեյգանի ժամանակ Միացյալ Նահանգների բնակչությունը 256 միլիոն էր հազիվ։ Այսինքն ավելի փոքր էր քան խորհրդային միության բնակչությունը։ Այսօր Ամերիկան 340 միլիոն է, Ռուսաստանը նկարած 140, այդքան էլ չկա։ Այն խորհրդային միությանը չարիքի կայսրություն համարեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների համախառն ներքին արդյունքի համեմատ 2.5 անգամ էր ընդամենը պակաս խորհրդային միությունը Միացյալ Նահանգներից։ Իսկ այսօր Ամերիկայի համախառն ներքին արդյունքը Ռուսաստանից ավել է 13 անգամ։ Եվ այդ միջուկային զենքը, որ ունեն, խորհրդային միությունից մնացածն է, որ հենց փորձարկում են մարդիկ աստված են կանչում, որ փորձարկելուց չպայթի մոլորակին Վնաստան։ Բա գնացել եք Ֆլորիդայում, հանդիպել եք բիզնես պրոյեկտ եք քննարկում։ Մի հատ գոնե հարգանքի տուրք մատուցեիք, էլի, կամ ուրիշ տեղ հանդիպեիք, մեզ խայտառակ չանեիք, էլի։ Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը հայտնել է, Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի հետ, որի ընթացքում երկու կողմերը քննարկել են Ուկրաինայում պատերազմի արդար եւ կայուն ավարտին ուղղված քայլերը։ Առաջնորդները զրույցը սկսել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակի եւ կամավորների կոալիցիայի դերի քննարկման միջոցով, որոնք խոստացել են աջակցել Կիևին։ Դե կամավորների կոալիցիան այն երկրներն են, որոնք սիրահոժար համաձայնվել են օգնեն եւ ֆինանսական աջակցություն, ռազմական աջակցություն եւ նաեւ պատերազմից հետո դրանցից շատ-շատերը պատրաստ են նաեւ իրանց զորքով ներկա լինել, որպեսզի ապահովեն խաղաղությունը Ուկրաինայի տարածքում։ Դրանք հիմնականում ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրներն են, Կանադան էլ իհարկե ՆԱՏՕ-ի անդամ եւ եվրոպական երկիր չի, դրան մասնակցում է նաեւ Ճապոնիան, դրան մասնակցում է Հարավային Կորեան, դրան մասնակցում է Ավստրալիան ու Նոր Զելանդիան, որոնք էլ Անժուսի անդամ են ռազմական բլոկի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ավստրալիա, Նոր Զելանդիա, դրան մասնակցում է նաեւ Եվրամիության անդամ Ավստրիան, որը որ չի հանդիսանում ՆԱՏՕ-ի անդամ։ Սա է այդ կամավորների կոալիցիան, դրա հետ կապված շատ ինտենսիվ, քանի որ աշխատանք են տանում լոկոմոտիվի դեր են կատարում Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան, դրա համար Կիր Սթարմերը հենց այդ հարցի հետ կապված խոսել է
Դոնալդ Տրամպի հետ։ Սթարմերը Տրամպին ներկայացրել է կոալիցիայի աշխատանքը հնարավոր խաղաղության համաձայնագրի աջակցման և դրա իրականացումը երաշխավորելու գործում։ Զրույցը տեղի է ունեցել Ֆլորիդայում ԱՄՆ պաշտոնյաների և ռուսական կողմի միջև բանակցություններից, ինչպես նաև ամերիկացի բանակցողների և ուկրաինացի ու եվրոպացի ներկայացուցիչների միջև հանդիպումից հետո։ Այսինքն այն հանդիպումը, որի մասին խոսեցինք, այդ հանդիպումից հետո Քիր Սթարմերը խոսել, որ մենք ինչ ենք անում, դուք էլ ինչ եք արել, բերեք մի հատ հասկանանք այդ հարցը ոնց ենք լուծում։ Բայց ինչպես տեսնում եք դրա հետ կապված, այդ հանդիպումներից հետո Ռուսաստանն էլ իր դժգոհությունն է հայտնում։ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է. Ուկրաինայի Եվրամիության կողմից կարգավորման ԱՄՆ ծրագրի շուրջ արված առաջարկները բավականին ապակառուցողական են։ Կարծում եմ, որ առաջարկների մեծ մասը իհարկե մեզ համար չի աշխատի։ Ուշակովի խոսքով Ռուսաստանը դիրքորոշում կմշակի ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցում հետագա շփումների համար այն բանից հետո, երբ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը կհաղորդի Մայամիում կայացած բանակցությունների մասին։ Ռուսաստանը մտադիր է պահպանել Անկորիջում ձեռք բերված պայմանավորվածությունները, այսինքն իրանք չեն ուզում մի միլիմետր նահանջեն նրանից, որ օգոստոսի 15-ին Ալյասկայում հանդիպեցին և Տրամպի դեմը դրեցին, և Տրամպը դրանից վիրավորվել էր, որ ասպես ուլտիմատում եք ներկայացնում, դե կտենաք ես ձեզ ինչ կանեմ։ Տեսանք ինչ արեցիր, մինչև վերջ պնդում են, որ ասում են պետք է այդ պայմանավորվածությունը, որ եկել են քեզ պահանջել ենք, որ անես, պետք է շարունակես դա անես։ Ցանկացած նույնիսկ Եվրոպայի հետ քննարկած, Ուկրաինայի հետ քննարկած, Ամերիկան ինչ-որ չափով մեղմացված տարբերակը Ռուսաստանը կատեգորիկ մերժում է, ժողովուրդ ջան։ Հիմա դուք պատկերացրեք աշխարհին ինչա սպասում։ Եվ այս Եվրոպայի հետ sense լարված Ռուսաստանի պարագայում Հայաստանը պետք է խաղեր տա բալանսավորի Եվրոպայի և Ռուսաստանի միջև։ Փայլուն է, ժողովուրդ ջան։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է. Դոնբասում Ուկրաինայի տարածքային զիջումները խոչընդոտում են հակամարտության կարգավորման գործընթացը։ Ես կարծում եմ, որ մեր ձեռք բերած առաջընթացն այն է, որ բոլոր հարցերն այժմ բացահայտ քննարկվում են։ Վենսը նշել է. Ուկրաինական հակամարտության կարգավորման գործում առաջընթաց է գրանցվել, սակայն խաղաղ կարգավորման բացարձակ վստահություն չկա։ Կարծում եմ մեծ հավանականություն կա, որ դա տեղի կունենա, բայց նաև շատ հավանական է, որ դա տեղի չի ունենա, ասել է ԱՄՆ փոխնախագահը։ Կարելի է այս ձևով կարա տեղի ունենա, կարա տեղի չունենա, ժողովուրդ ջան, սովորաբար անում են կանխատեսում, ձուն կգա թե չէ, կարա ձուն գա, կարա ձուն չգա, բայց նույնիսկ այդ կանխատեսումը ավելի մեծ հավանականություն ունի, քան Ջեյ Դի Վենսի ասածը, որ դե կարա լինի, կարա չլինի, 50-50 է։ Անգամ եղանակի տեսությունը 50-50-ով չեն ասում, էլի, հավանականությունն ավելի մոդիկ է։ Թե ոնց են այս մարդիկ հարց կարգավորում, ես չեմ պատկերացնում։ Կամ գոնե իրանք պատկերացնում են, խնդիրը ինչը պետք է լուծեն։ Վենսի խոսքով քննարկում է նաև Զապորոժիայի ատոմակայանի համատեղ վերահսկողության հնարավորությունը և Ուկրաինայում ռուսների կարգավիճակը։ Ուկրաինայում ռուսների կարգավիճակը ձեր ի՞նչ թեման է, որ քննարկեք։ Ռուսաստանը բոլոր տեղերը ոչնչացնում է ռուսներին։ Այդ ինչ եք հուզվել Ուկրաինայի ռուսների հետ կապված։ Ռուսաստանը իր ռուսին տանում է, Ուկրաինա կոտորում, ժողովուրդ ջան, չեք լսում։ Ինչ եք քննարկում։ Ինչ անվտանգություն եք քննարկում, կամ ինչ կարգավիճակ եք քննարկում։ Դուք այդ բաները տեսանյութերը չեք նայում, որ հնդիկները երջանկացած Ռուսաստանից տեսանյութ են գցում, ուղերձ են հղում իրանց հայրենակիցներին։ Որ ասում է եկեք, ժողովուրդ, վեր կացեք, եկեք։ Սրանց ամուսինները գնացել են Ուկրաինա կռվելու, էլ հետ չեն գալու։ Այս կանայք ազատ են առավոտ, ճաշին, հատկապես գիշերը։ Ու խելքից դուրս ռուս կանայք կան, ժողովուրդ ջան, վեր կացեք, եկեք, բոլորիս հերիք է։ Դուք որ դա նայում եք, գեդինը չեք մտնում։ Ամոթու գեդինը չեք մտնում դուք։ Այդ Ռուսաստանին եք ասում Հայաստանը գնա միանա։ Այդ է ձեր պատկերացումը։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է. Ռուսաստանը մտադիր չէ հարձակվել ՆԱՏՕ-ի և Եվրամիության երկրների վրա,
Ռուսաստանի Դաշնությունը չի հետապնդում իրեն վերագրվող ագրեսիվ նպատակները։ Ռյաբկովը ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության վրա այն մասին, որ Մոսկվան նույնիսկ պատրաստ է դա ամրագրել իրավաբանորեն ներկայիս ճգնաժամի պոտենցիալ կարգավորման համատեքստում, հիմնվելով հավասար եւ անբաժանելի անվտանգության սկզբունքի վրա։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է գրավոր ամրագրել, որ ագրեսիվ ծրագրեր չունի Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի երկրների նկատմամբ։ Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է իրավաբանական փաստաթղթերում ամրագրել երաշխիքները, որ չի պատրաստվում հարձակվել Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի վրա։ Բայց հարց է ծագում, Պուտինին հավաստիացում որ անում է, քանի 100 հրապարակում կա, որ Պուտինը բացառում է ու ասում է ինչ հիմարություն եք խոսում, ոնց կարող է մենք հարձակվենք Ուկրաինայի վրա, մենք ճանաչել ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինչից եք խոսում, մեր երկրում այդքան կոնֆլիկտներ կա, ազգամիջյան կոնֆլիկտներ ու լարվածություններ կա, բավական է մենք մի հատ տենց հարց վերանայենք, ամբողջ աշխարհը կփլուզվի, ամբողջ աշխարհը կդառնա ապակայուն, այդ նույն բանը Պուտինի չեք լսել, բայց մեկ Պուտինը հավաստիացնում է, լամենակ լսածը չէ, բայց ստորագրածները, ու ոչ միայն Պուտինի, Ռուսաստանի անունից դուք չեք տեսել, բայց 91 թվականին Բելավեջսկայա Պուշչայան, որ խորհրդային միությունը փլուզեցի, 3 հանրապետությունով իրար տարածքային ամբողջականություն չճանաչեցիք, Ռուսաստան, Բելարուս, Ուկրաինա, Բադայնստո Ալմաթիի փաստաթղթով չճանաչեցիք ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Բադանից հետո 94 թվականի Բուդապեշտի մեմորանդումը դեկտեմբերի 5-ի, որ երաշխիք էիք տալիս, այդ Պուտինը չէր մի Ելցինն էր, չճանաչեցիք, չիմացաք։ 99 թվականին Ստամբուլում ԵԱԳ գագաթնաժողովը նոյեմբերի 18-ին, որ ընդունվեց Եվրոպայի անվտանգության խարտիան, Ռուսաստանը չի ստորագրել, Ուկրաինան չի ստորագրել, 97 թվականին դեմարկացիա դելիմիտացիա անելու փոխադարձաբար ճանաչելու սահմանները եւ սահմանազատելու հարցը Ռուսաստանը չի ստորագրել Ուկրաինայի հետ։ Կարելի է Պուտինի կամ Ռուսաստանի որևէ փաստաթղթի հավատալ։ Այսինքն եթե դիմացինը թույլ է, Պուտինը հարձակվելու է, ինչ կա չհասկանալու։ Այսինքն սպասենք Ռուսաստանը ուժեղանա որ հարձակվի։ Այնպես որ դրան ոչ մեկը չի հավատալու։ Որտե տեսել են, թե ոնց էր Պուտինը մինչև վերջի օրը, երբ որ Ամերիկայի հետախուզությունն ասում էր, որ Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել, ինչ էին ասում, լավ է, կելի, մեզ կռվաստում են այն մարդ, բա մենք մեր եղբոր վրա կհարձակվենք, սրիկայաբար եղբայրությունը փափուկ բարձրարկեց դրեց ուկրաինացիների գլխի տակ, որ թաքուն հարձակվեր մի քանի տեղից 3 օրում գրավեր, բայց սեղանին դրված էր, որ աղբոր վրա կհարձակվի, դու աղբերություն ծախող գյադա ես, դու ինչ պրեզիդենտ ես։ Այդ մարդուն են դարձրել լեգենդար մարդ, դուք չեք լսել իր ասածը։ Ու ձեզ համար օկուպանտը ես իմ հերոսը, հա։ Եթե որևէ մեկը դա համարում է մեծ ստրատեգա, էլի ինքը շատ լուրջ, որ ինքը տենց քայլ է անում, թող մտածեն աղբերությունը ծախողը ստրատեգա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրինին նշանակել է Գրենլանդիայի հարցերով իր հատուկ բանագնաց։ Լենդրին նշել է, որ իր համար պատիվ է Գրենլանդիան դարձնել Միացյալ Նահանգների մաս։ Սպիտակ տունն ավանդաբար հատուկ բանագնացների նշանակում է միջազգային ճգնաժամերի եւ բարդ բանակցությունների ժամանակ։ Դանիական լրատվամիջոցները նախկինում հայտարարել էին, որ ԱՄՆ վարչակազմը փորձում է ուղիղ կապ հաստատել Գրենլանդիայի իշխանությունների հետ շրջանցելով Դանիայի կառավարությունը եւ կղզում իրականացնում է գաղտնի ազդեցության գործողություններ։ Գրենլանդիան Դանիայի ինքնավար մարզ է, որը գտնվում է Արկտիկայում, կղզու մեծ մասը ծածկված է սառույցով, այնուամենայնիվ Գրենլանդիայում 57,000 մարդ է ապրում, հիմնականում կղզու բնիկ ինուիտները, որոնց նաև ասում են գրենլանդական էսկիմոսները, 2025 թվականի հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ գրենլանդացիների մեծամասնությունը կողմ է Դանիայից անկախանալուն, բայց չի ցանկանում դառնալ Միացյալ Նահանգների մաս։ Ինչա ստացվում, որ մարդը նշանակել ինքը հատուկ ներկայացուցիչ
բանագնաց, դա նշանակում է, որ համարում է կոնֆլիկտային իրավիճակ, փորձի լուծումը գտնել։ Բայց էս ենք ասում, բայց Գրենլանդիան արդեն իր որոշումը ունի կայացված, որ եթե ինքը քվեարկի հօգուտ անկախության, ինքը կարող է Դանիայից անկախանալ։ Դանիայի համաձայնությունը այլևս պետք չէ, որտեղ այդ համաձայնությունն արդեն ունեն, որ իրանց հանրակրվեն բավարար է։ Բայց ինչպես տեսնում եք, նույնիսկ եթե ցանկություն ունեն անկախանալ, իրանք հանրակրվե առայժմ չեն արել։ 2025 թվականի մարտի 11-ին տեղի ունեցավ իրանց պարլամենտի ընտրությունները, 5 քաղաքական ուժ անցավ, 5-ից ոչ մեկը Տրամպին չծախվեց։ Տրամպը մարդ էր ուղարկե գնացել էր միլիարդներ էր խոստացել, ամեն ինչ էր արել։ Եկեք ժողովուրդ ջան, եկեք դարձեք Ամերիկա, միացեք Ամերիկայի 51-րդ նահանգ դառեք, շատ լավ կապրեք, էս կանենք, միլիարդներ կտանք, չհամաձայնվեցին։ Ասին հայրենիքը խանութ չի վաճառվում։ Հաջողություն, վեր կացեք, գնացեք ձեր միլիարդները հետները տարեք։ Այդ մարդիկ ցանկանում են հայրենիք ունենան։ Նրանք չեն ցանկանում, որ միանան Ամերիկային եւ ասիմիլացվեն, չեն ցանկանում այդ բանը։ Հիմա Դոնալդ Տրամպը մտքից չի անել, ասում է ոնց ես չեմ կարող առնեմ։ Այն մարդ ոնց կարելի է, ոնց հնարավոր չի առնել հայրենիքը։ Սես բան կլի չեմ հասկանում այն մարդ։ Չի տեղավորվում այդ մարդու ուղեղի մեջ։ Ժորժ ջան, այդ մարդիկ չեն վաճառում, լավ, բարդ է այդքան, խեք խայտարակլնում, լավ։ Կամ ոնց կթակել է, որ Գրենլանդիան է լաց։ Լավ, այս Պուտինյան սինդրոմը որտեղից մտավեց մարդու մեջ։ Գնանք գրավենք ուրիշի տարածքը։ Ամերիկան այնպիսի ազդեցությունն է ամբողջ աշխարհում Ամերիկայի ազդեցությունն է։ Նա տարածք վերցնելով չի Ամերիկայի ազդեցությունը։ Այդ ժամանակները վաղուց անցել են։ Ամերիկայի ազդեցությունը տարածք գրավելով չի, դա Պուտինյան մտածելակերպ է։ Որտեղ մտավ Տրամպի ուղեղը Պուտինի նմանակելը չեմ հասկանում։ Ինչ ես ուզում որ դա անես։ Թե կարող է հետել պատմական ձեր հողերը։ 982 թվականին Էրիկ Շիկայերը եկավ Իսլանդիայից, Գրենլանդիան հայտնաբերեց։ Դա հենց առաջ ինքը Նորվեգիայում էր ապրում, դուս էին արել աքսոյելու ժամկետը, երբ որ ավարտվեց, այնտեղ մարդ սպանին դուս արին, Իսլանդիայում սպանին դուս արին, աքսորը լռացավ, հետ գնաց համոզում էր եկեք Գրենլանդիան բնակեցնենք։ Բայց իր տղեն էլ Լեյֆ Էրիքսոնը գնաց Հյուսիսային Ամերիկան գնաց գտավ 1000 թվին, այսինքն արդեն ինքը Կոլումբոսից 500 տարի առաջ արդեն Ամերիկա էր եղել։ Եկել եք այդ մարդկանց Գրենլանդիան ումից եք ուզում։ Եվ այս կարգի հարցերով թուլաստում են Ամերիկայի կշիռը։ Չեն կարող այս հարցը լուծեն, բայց թուլաստում են Ամերիկայի կշիռը։ Եվ տեսեք ինչն է հարցը։ Դոնալդ Տրամպը այս վերջերս կասեցրեց, չէ, բանը գրին քարտի խաղարկությունը, չնայած դա ինքը չի կարող արկելի, ինքը կասեցրել է, որ դա պետք է կոնգրեսով անցնի, բայց ինչ էին ասում 17 թվականին մեկը որ գրին քարտ էր ստացել, մեկին սպանել է, վերջ պետք է կասեցնենք։ Այդ ինչա 8 տարվա մեջ էլ ոչ մեկին չի սպանել Ամերիկայում, հենց այդ մեկին հատուկ գտա որ գրին քարտով է եկել ու սպանելա, պետք է դրա դեմ դառնենք։ Ու անմիջապես հայտարարեցին, որ գրին քարտին կփոխարինի գոլդ քարտը, $1 միլիոն կվճարեք, եկեք կգա գրին քարտի նման կարգավիճակ կստանաք։ Հարց է ծագում, այդ $1 միլիոն ունեցողները հեչ դրա մեջ հանցագործներ չեն եղել, նարկոմաններ, մարդասպաններ, որոնք $1 միլիոն են կուտակել, որ հանգիստ կարան տան Ամերիկայի քաղաքացիություն ստանան։ Այսինքն, եթե դու աղքատ ես, քեզ կրակել չի կարելի։ Եթե դու փող ունես, զենքով կարաս հանգիստ գաս, $1 միլիոնը վճարի, ու արի ինչ ուզում ես արա, վճարել ես ախպեր ջան դրա համար։ Այսինքն, եթե խոսքը վերաբերվում է նորմալ ստուգենք տենանք ով է գալի, եթե $1 միլիոնը տալիս ես, კი չենք էլ ստուգում։ Էլ ինչ ստուգենք, այն մարդը $1 միլիոն ուներ, նրան ինչ ստուգենք։ Այսինքն դա չաշխատեց, դա չարդարացվեց այդ տարբերակը, բայց հարցը ուրիշ է, դա հարցի մյուս կողմն է։ Գրենլանդացին գիտի, չէ, որ եթե ինքը դառնա Ամերիկայի քաղաքացի, այդ $1 միլիոնը շահելու է։ Այսինքն ինքը Ամերիկայի քաղաքացիությունը ստանալու առանց $1 միլիոն մուծելու։ 57,000-ի մեջ 57 մարդ չեք գտնա, որ համաձայնվի։ 57 քաղաքական գործիք չեք գտնում, որ համաձայնվի։ Դե մտածեք մարդիկ իրանց երկրի վրա ոնց են դողում, որ իրանց երկիրը կարողանան իրանց պետությունը պահպանել։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել հետ կանչել աշխարհի շուրջ 30 երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպաններին ու բարձրաստիճան դիվանագետներին։ Այդ դեսպանների շարքում է նաև Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը։ Այս բոլոր դիվանագետներն իրենց պաշտոնները ստացել են ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման շրջանում։ Լրատվական գործակալությունը նշում է, որ այս քայլով Տրամփը ցանկանում է արտերկում ունենալ դիվանագետների, որոնք լիարժեքորեն աջակցում են ամերիկյան առաջինը կարգախոսով հայտնի իր քաղաքական առաջնահերթություններին։ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Երևան է ժամանել 2023 թվականի փետրվարի 16-ին։ Իհարկե երկու հարց տեղ։ Առաջինը դեսպանը դա այն կարգավիճակն է, որ կապ չունի դեմոկրատնա ընտրե թե հանրապետականը, եթե նա բավական լուրջ հմտություն ա ձեռք բերել, նա կարող է տարիներով, նույնիսկ տասնամյակներով մնա դեսպան։ Միտեղ լինի փող դեսպան տանեն ուրիշ տեղ դեսպան, սովորաբար նույն տեղը չեն բարձրացնում, որտեղ դեսպանի կարգավիճակը այնպեսի բարձր է, որ նա եթե այնտեղ շարքային աշխատող ա եղել, այն հեղինակությունը չի ստացվի։ Տանում են ուրիշ տեղ դեսպան, նայած էլ կարող է բերեն այդտեղ։ Կամ տանեն ապարատ, որպեսի այդ փորձառությամբ գնա ապարատում կիսվի, ապարատից էլ երկրի իմացածները իմանա հետ կա, բայց խնդիրը ուրիշ է։ Այս ցույց է տալիս, որ եթե Ջո Բայդենի օրոք են ընդունվել հանում ենք, նշանակում է, եթե օրինակ մեր դեսպանին նայեք, ասենք ավանդաբար 3 տարին մեկ են, չնայած այդպես ստույգ թիվ չկա, բայց սովորաբար 3 տարի է Ամերիկայի նախագահները, դեսպանները աշխատում տարբեր տեղեր, հետո փոխում են, կարելի ասել համարյա ժամկետը լրացել է, մի ամիս է մնում, բայց նույնիսկ եթե մի օր մնար, կապ չունի։ Եթե դու հետ ես կանչում, դա նշանակում է դա վերաբերմունք է, ու եթե կանչում ես 30 տեղից, դու ասում ես կապ չունի պրոֆեսիոնալ ես, պրոֆեսիոնալ չես, դու որ գնում ես դեսպան, պետք է իմ քաղաքականությունը տանես, բանացնես։ Այն ինչ որ ես ասում եմ, դա պետք է անես։ Այսինքն դա շատ կոշտ փոփոխություն է, որովհետև դեսպանները գոնե պետության շահերն են ներկայացնում, դիվանագիտորեն կարողանում են ներկայացնել, բայց կարող է շատ սենց ուրախատաշ ձևով ստիպված լինեն, գնան Դոնալդ Տրամփին ներկայացնեն, էլի ոչ թե Ամերիկայի Միացյալ Նահանգները, որովհետև ի վերջո նախագահն է այդ որոշումը կայացնում, բայց շատ այսպես ասած ցցում բան է արվում, որ տեսեք, հա, նախորդ նախագահի նշանակածներին բոլորին փոխում եմ։ Դա հաստատ չի խոսում պրոֆեսիոնալ կադրեր ունենալու մասին, որտեղ պրոֆեսիոնալ կադրերի պարագայում չպետք է նայես դրան։ Դա նույնն է, ոնց որ մեր մոտ քաղցառայողները, հանրային ծառայողները, որոնք տասնամյակներով աշխատում են, կապ չունի նախարար նովա, կգա կգնա, բայց ապարատը հմտություն է ձեռք բերում աշխատում, Նիկոլ Փաշինյանը գալիս է, ասում է, այս մեկի նյութը լայք եք, այս մեկը տարածեք, գործի ժամինից գովեք, եթե չէ կբռնեմ գործից կհանեմ։ Այսինքն դուք պետք է ինձ ծառայեք, ոչ թե դուք պետք է լինեք հանրային ծառայող, որպեսզի վաղնել ուրիշը կգա, հմել ուրիշին կծառա, բայց այդ ձեր գիտելիքը, ձեր փորձը մեզ պետքա, չէ։ Մեզ պետքա որ բես ներկայացնեք։ Դա լավ ճանապարհ չի, դա կադրերի հերանիցել է։ Դա լավ ճանապարհ չի պրոֆեսիոնալ կադրեր ունենալու, որոնք առավել ևս պետք է ունենան, պահպանեն քաղաքական չեզոքություն։ Նրանց գործը քաղաքականության մեջ չխառնվելն է։ Կապ չունի, դու երկիր ես ներկայացնում, հա, այդ ադմինիստրացիան ես ներկայացնում, բայց այնքան դեսպաններ կան, որ նախորդի ժամանակ նշանակվում են, հաջորդի ժամանակ աշխատում, մեկ ուրիշ տեղ գնում աշխատում։ Չի կարելի այդ կադրերին կորցնել կամ խիստ քաղաքականացնել։ Դե հա, ինչ ասեմ, այսօր շատ չհոգնեցնեմ ձեզ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղ մեկ զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։